Մեղատեր Արտվան ժամերգությունը նոր կսկսեր մթության մեջ կորսված դեկտեմբերի արտումը ցուրտ ու խոնավ կոչնակ օդին ու բուքին մեջ կարծակեր իր ընդհատվող վայունը մինչդեռ թափուր եկեղեցին պանդուխտ քահանային ձայնովը կարծնար կսարսրար իր քարակոպ պատերուն ու կամարներուն մեջ տերտերը կերկնցներ իր աղոթքը սպասելով բարեպաշտներուն որոնք չէին գալ վասնզի ով կուգար եկեղեցին ձմեռ ու լուր օրմը այս չլուսացող արտվանցով Քահանա շուրջառ ուսին իր ժամերգությունը կշարունակեր Տերզի բազում եղեն մեղքիմ եւ բազոն անօրենություն իմ խուլ ու տարտամ ձայնով մը որ տիրող կես մթության կհարմարեր անտարբեր իր շուրքի միության եւ անզգա ձայնագրի մպես արտասանելով աղոթքին տուները իրեն համար 20 տարվա սովորությունը հետո երկրորդ ստվեր մտեսնվեցավ իր քովը լուսարարներ այս որոմներուն պահպանը անոնց պես ամուր իր անտանելի պաշտոնին մեջ սիրելով այս ստվերները այս լքումը եւ կամարները կախված կամ սուրբերու պատկերներուն արչև հաստատված կանտեղները, որոնք իր հիվանդագին զավակներն էին գրեթե, բութալով անոնց քով մեկեն մյուսին, անոնց շարունակ սպառելու մոտ կյանք արծարծելով։ Քիչ-քիչ 1-2 հոգի ալ երևացան, ժամկոչը հետո մուրացիկ ծերուկը իր փայտե գավազանին կրտնած ու հետո 2 պանդուխտ որմնադիրներ, հազիվ քուններուն արտնցած։ Հիմա արտուն կճշտվեր կանուխ գործի գացող բանվորը կուգային խաչ մահանելու դրան մոտ եւ հաջողություն խնդրելու ժամուն սովորական աղոթքները ասոնք Սարաֆը ուշ եկավ եկեղեցի այն արտու առավոտ լուսոյին կեսին միայն հասավ ինք որ ամեն օր ձայն ծայրե ծայր ասելուն կպարծենար դուրսը տիրող ցուրտին հակառակ քրտնափոր մտավ ներս ծանրաշարժ ու պարարտ մարմնին բեռնատակ շնչասպար երեսը խաչակնքեց ծնրածրեց ֆեսը վար առած ցույց տալով յուղոտ ու հերաթափ զագանգը հետո բարձրաձայն հառաչանք ելավ կուրծքին խորեն մեղատեր երբեք մեղաբարը այսքան ստույգ անցկությամբ այսքան անկեղծ ապաշվիմը արտահայտության ձևով լսված չէ դասին մեջ չոքած Սարաֆին կլոր մարմինը ծռած գլուխը կիսափակ աչքերը ողորմերի ու գթության արժանի պատկեր մկձելվածնեին աստվածային զայրույթին տրամադրության տակ դրված եւ ինք հանցանքին մեծությանը չափայսպես անկեղծ սղճումի մգալով միայն թողություն կակնկալեր կարծես երբ հետեստեդը կկրկներ մարող սպառող ձայնով առանց քաշվելու զինքը լսողներեն մեղատեր հետո թեթևացավ ոտքի ելավ ու իր հաստ ձայնը տերտերներին ձայնին միացավ ու լուր եկեղեցին կապչեր կխռովվեր ունկնդրելով այս մարդուն ինքը իր տանը մեջ ըլլալ կթվար դասը գավիթը խորանը բոլորովին իրն էին անշուշտ ինքը կսեր աղոթքը միայնակ քահանայեն առաջ բառերը հատիկ ամեն բարբերության նշանակությունն ու սրբությունը շեշտելով պամը կհոգներ շունչ առնելու կստիպվեր ու վարքյանը վերջը նորեն կսկսեր ընդմիջելով քահանային անորոշ մրմունջը եւ ծուր նայելով անոր երես երբ սխալը սպրդեր կամ վարանումը տեսներ նոր տուն սկսելու ատեն վարքյանը նորեն կմասնավորվեր իր աղոթքը անհամար ծնրադրություններու խառնված համբուրելով գետնի աղտն ու փոշին ու լալագին եւ արտաշարժ ձայնով վերադառնալով իր անձին մեղատեր Մարտիրոս աղան այսպես էր ամեն արտու անպակաս եկեղեցին իր ներկայությամբ ապահովելով եկեղեցիին բոլոր ձեզ նորարողության կանոնավորությունը եւ ոչ մեկում փախոստի ճամփա չձգելով շարականներ բառը պակաս կարդալու համար Քահանան այս աշխարհականին բարեպաշտութենեն կդողակարոզիչին ու թաղական խորհուրդը կակնածեին իր մե եւ գյուղացին մեծարեր այս հավատացյալ աղան որ իր բոլոր հարստության հակառակ աղքատի մպես խոնար ու աստվածավախ կթվար Պոլիս իր խանութին մեջ Մարտիրոս աղա մեծազոր մարդ մներ հայր մայր չուներ այլ հորեղբայրներու ու հորեղբոր որդիներու անհատուն շարքը որոնք փոխնի փոխ կուգային իր քով սորվելու դրամ շահելու արհեստը հաճախորդներու հետ վարվելու կերպերը բայց գիշերները տունը Սարաֆին հետ եկեցեցին կենալ աչք առնելով այսպես անոր մեկ մանրականները կդառնային աստվածասիրությունը դրամասիրության հետ հաշտեցնելու գաղտնիքը գտնելով բայց անոնց ոչ մեկ աղային չափ հարստանալու հնար կտեսներ իրեն ժառանգական աշխարհուի բոլոր ճարտարությամբ ստակ փող տալու ձևով աշխարհ կողոպտելու բոլոր խորամանկությամբ ոչ այդ հարստության չէին կրծած դիրանալ եւ ինքնիրեն երբ իրենց մեծավորին քով կեղծավորություն լե ու սպասովորի դիրքը ունենալով տախտկացած բերանային կհասցվեր ու իրենց խելացի ազգականը ինչպիսի դեպքեր կցած էր օգուտ քաղել
Հայրենիքեն գրեթե բոբիկ եկավ պոլիս, նիհար ու վատույժ պատանի, որ խաներու, քարուկիր սենյակներու խոնավության մեջ ծառայությամբ հավաքած 500 խրուշով բացավ իր սարաֆի տոլապը, ճշմարիտ տոլապ մվզոր, մինչև այն օրը ոչ ոք իրեն չափ վարպետությամբ դարձուցած էր։ Իր հայրենի քաղաքին մեջ զոր Մարտիրոս մեր երկիրը կկոչեր, դիրացություն, կրած ու ժամասիրություն ժառանգած էր ատկե։ Իր աղքատության, որբության բոլոր դժվարությունները դիրացուից գեզ տահանգելով կմոռներ եւ Աստծո առաջ, Աստծո տան մեջ իր անկյալ դիրքեն կբարձրանար հանկարծ ուրիշներու հավասար ըլլալու եւ իր ջերմեռանդության զանոն գերազանցելու չափ։ Եվ ինչպես չսիրեր եկեղեցին, որ ոչ հարուստ ըլլալու, ոչ բախտավոր ըլլալու պետք կար Աստծո աչքին։ Այսպես երջանիկ ապրեցավ քանի մտարի։ Մտածեց, որ երկինքին թագավորությունը տնանքներու հատկացված է ու մխիթարվեցավ իր ներկա չքավորութենեն։ Բայց երբ 18 տարին սևակողեց, բռնի պոլիս ղրկեցին զինքը մարդ ըլլալու համար։ Իբրև թե աղքատ ըլլալուն համար մարդ եղած չըլլար մինչև այդ ժամուն։ Իր տաժաների ու ուղևորության միջոցին, հետո շոգենավին մեջ եւ մանավանդ պոլսո մեջ իր համոզումները, սփոփանքները ավանդական մնացին։ Ոչ, այս մայրաքաղաքը երկրին չէր նման բնավ, ակնատնակներուն երթիքը, գյուղացված շալվարը, կմներու աղտոտ լաչակը չտեսավ հոզ, նոր աշխարհը նոր գաղափարներ արտունցուց, վայելքի պետքը դրամի պետքը ցուցուց, իր բարեպաշտությունը, որ մինչև այն ատեն անշահասեր էր, անպահանջող ու զան բերան դարձավ։ Մար եկեղեցվո մեկ անկյունին մեջ քաշված անհատուն աղոթքներու ու շարականներու քաղվածքով ստակ եւ բարձյալ ստակ ուզեց աստուծմե եւ իր աշխատության փոխարեն առած չնչին գումարները, որոնք զինք կշլացնեին, աստվածային պարգևներ կհամարեր իր աղոթքներուն բարձրացությունը։ Այսպես իր առևտուրը աստվածասիրության հետ խառնված մնաց, այն բոլոր առիթները ոսկից դրամ շահելու կարելիությունը նշմարեց։ Իր օգտին համար Աստուծո կողմէ հատկապես կարակադրված նկատեց, որ ու բան չհարցուց ալիր խղճին, Աստված իր ըրածը չէր գիտեր միթե։ Անգամ միայն տարակուսեցավ, բարանումը զգաց, անոր բարեպաշտ մարդու համբավեն խապված իր մահամերձ բարեկամներեն մեկը մեծ, շատ մեծ, իր չտեսածին չափ մեծ գումար ավանդ հանձնեց իրեն, մավանեն վերջը այդ գումարը ազգին ու ազգականներուն մեջ բաժնելու խնդրինքով։ Մարտիրոս աղա նախ չհավատաց այս անակնկալ վստահության, հիվանդին անկողին նստած սենյակին դուռ գոց նախ անդիմադրելի մարմանջ մզգաց տեսնելով այդ գումարը զոր, հիվանդը փոքրիկ անտուկեմը կհաներ, հետո հիվանդը հող խեղտելու եւ ստանքները հափշտակելով փախչելու գաղափարը ունեցավ, հիմար գաղափարը, բայց այս փորձության դիմադրեց, ինչ հարկանոնց միթե Աստված իր դեմը հանած չէր այս հիվանդը ու Աստուծո թողուց, որ իր ուզածին պես տնօրինե ամեն բան։ Մարտիրոս աղա նախ դիմադրեց, չուզեց ընդունել այս ավանդը ցած ձայնով, վախենալով, որ դրան մոտ սպասող մեկը չլար ու իմանար այս ավանդի խնդիրը։ Հետո քիչ-քիչ տկարացավ, ավանդին պայմանները հարցուց, նախ են գլխարովը տոկոս պիտի տար, ոչ, ըսավ հիվանդը, այն ատեն անձնատուր եղավ, ստացավ ավանդը եւ աստվածասունչան հատվածներ բերավ համերձին ազգասիրությունը գովելու համար։ Հիվանդը մեռավ եւ հուղավարկավորության մեջ Մարտիրոս աղա իր արցունքներով ընկած ու անսահման կսկիծով ննջեցյալին ամենեն սրտակից բարեկամը համարվեցավ։ Հուղարկավորության տևած բոլոր միջոցին ամբողջ ճամփուն երկարությամբ այս մեռած մտերիմների վրա խոսեցավ անոր բարեմասնությունները, բարկեշտությունը անոր կյանքն մասնավոր դեպքեր պատմեց եւ լացավ, մինչդեռ ուրիշներ դագաղի ընկերկելով հանդերձ իրեն Քամալիին, Քոնեշիմեթոին, Փիացին խոսքերը կմնեին։ Մարտիրոս աղա զայրացավ ու իբրև թե ինքը ըլլար այս անճաղ խոսակցությունը նող սկսալի ձայնով մգոչեց։ Մեղատեր։ Մարդիկը լռեցին վայրկյանը, քանի մը քայլ ըրին լռությամբ։ Հետո մեկը պասմայի վաճառական շարունակեց իր խոսքը։ Աճամներուն բերածները ձեռքե անելու է։ Մարտիրոս աղա անկե վերջը իր բարերարը նկատեց ննջեցյալը, թող չթվա, որ մեկը գեշս է անոր վրա, միթե այս մեծ հարստությունը անոր չէր պատեր, ոչ ապերախտ մարդ չէր։ Հետո այդ ավանդը յուրացնելու համար խորեցավ ամիսներով, նախ ասավ, որ իրավունք չուներ ուրիշների ինչ կգողանալու, վերջը ինքներեն հարցուց, թե ինչու Աստված իրեն հանձնել տվավ այդ ավանդը, եւ որ ուրիշի այս հարցումը իր տարակույսները բանեց, Աստված այս առիթը կներկայացնի
կայացներ հարստանալու համար եւ ինքը իբրև խելացի մարդ առիթեն օգուտ կքաղեր, մինչդեռ անխելք այդ բանը չպիտի մտածեր, այսպես բացատրեց Աստծո կամքը եւ ճշմարիտ գոհությամբ ավելացուց. կամք տյար նորնյալ եղիցի։ Անդին ննջեցյալին ազգականները կարոտության չքավորության մեջ կմնային, անոր այրին Մարտիրոս աղային կդիմեր ապստիկ օգնություն մհայցելու համար, Պրևիրամուսնին սրտակից բարեկամն են։ Մարտիրոս աղա չզելացավ այդ օգնությունը, բայց այս դիմումը իր տարակույսները նորեն արթնցուց, պահ մոխորեցավ, որ ըրածը ճշմարիտ գողություն մներ, բայց որ մեղքը թողություն չստանար, եթե մարդ մեղայքա, ու այս հույսով Սարաֆը թախանձագին ներում խնդրեց, մեղատեր, պահ մնալստավ ու ազգականներում դրամը տա, բայց ազգին դրամ պահել, ինչ է վերջապես ազգին դրամը, չէ որ ուրիշ մպիտի ուտեր, այս վարանումներով կպահեր, այսինքն կգործածեր ստակը, որ իր ճարպիկ ձեռքերուն մեջ արդյունաբեր կդառնար, բարեբաղ դեպքերով կկրկնապատկվեր, այնքան որ այս հաջողությունը իր գողության արդարացումը կլար եւ իր զղջման ընդունելու եղած ըլլալուն ապացույց զղջումը սովորել ալ հայտնելու ամեն առթին։ Խորունգ հավատքի ձայնով մեղատեր